Բարեկամներ, ձեզ ենք ներկայացնելու մեր հաջորդ հեղինակին, ավելի երիտասարդ թևի մեջ գրողների միության, Սարգիս Հայեց շուտով կներկայանա։ Սարգիս Հայեցը ես իր մասին պիտի երկու խոսք ասեմ անպայման, որովհետև տարիներ շարունակ նվիրյալ գործընկեր, հավատարիմ ընկեր, մեր գրական շարժմանը ուղեկից, աջակից, բոլոր մարզերում լինել, բոլոր գյուղերում լինել, ճամփա գնալ, միասին դժվարություններ հաղթահարել, մեքենան ճանապարհին հասարակություն ունենալ, հազար խնդիրներ միասին հաղթահարել են եւ այդ բոլոր ճամփեքին Սարգիս Հայեցը հավատարիմ եղբոր նման մեզ հետ է եղել։ Հիմա տպագրության ընթացքի մեջ է, տպագրությունը ավարտվել է իր գրքի, երկար ամիսներ աշխատել եք, արդեն ասացի, որ անմիջապես տպել մեզ մոտ չկա, ամիսներ, տարիներ է տևում, բծախնդիր ամեն տառը քննելով են գիրք տպագրում, աշխատանք ավարտված է, ինչի մասին է իր գիրքը։ Իր գիրքը անապ սիրո մասին է, որը ապրում է երկրի վրա, բարձրանում է վեր, բարձրանում հասնում է եթեր ու ապրում է անգամ այնտեղ։ Գիրքը կոչվում է Եթերից անդին։ Սարգիս Հայենց համեցեք։ Անչափ շնորհակալ եմ եւ ողջունում եմ բոլորիդ, որ այսօր գտնվում ենք այստեղ իմ ցելի բյուրականում, ես հաճախ եմ եկել բյուրական եւ վերջին այցս եղել է Սուրբերցուն եկեղեցու Կիրակնորիա վարժարանի հետ, որ այցելեցինք, կարծեմ անցած տարի էր այցելեցինք բյուրական ուխտագնացությամբ, մասնակցեցինք պատարագի եւ ես ուրախ եմ, որ գտնվում ենք Աստծո հովանի ներքո եւ այսօր իրապես Աստված այստեղ է, մեզ հետ է, ինչ ասեմ, կարող եմ մեկ-երկու բանաստեղծություն կարդալ ձեզ համար, որպեսզի հասկանալի լինի, թե երիտասարդ սերունդը ինչ է ուզում ասել այսօր, որ այսօր երիտասարդությունը չի լռել եւ ունակ չի լռելու, որովհետեւ մեծ դժվարություններ, փորձություններ են գալիս եւ դեռ կգան եւ պետք է հաղթահարենք ամեն փորձություն, սկսած հայրենիքի պաշտպանությունից մինչև եկեղեցու պաշտպանություն եւ ծնողի, երեխայի պաշտպանություն։ Մեկ բանաստեղծություն, որը գրել եմ վերջերս, կոչվում է Մայր Հայաստանի, իմ կենսատու, իմ անգին։ Արշալույսիդ բերեմ ճերմակ կակաչներ, որ արթնանաս ու հիանաս, իմ անգին։ Սրտից բխած ու անարատ տաղիքներ նվեր անեմ քո ծերպերին, իմ անգին, դու, որ երկնահար ժայռերով վսեմ, շունչ ես տալիս ինձ, աղբյուր կենսատու, աղբյուր լեռների, հագած միսքեմ, աղոթք ես կարդում, օ քարդ Աստծո, թող բերեմ այսօր չքնախ կակաչներ, ես էլ քեզ նման թինք տամ քարերիդ, իմ մայրաշող, իմ անարատ, աներեր, թող համբուրեմ, թող որ դաջվեմ քո կրծքին, քնարով եմ գովում այսօր աչքերդ, կանաչազարդ վարսերդ պերճ ու շքեղ, նվագը իմ թող թափանցի պարզ հոգիդ, եւ հավերժի ճամփով գնանք երկուստեք, արշալույսիդ քեզ մոտ կգամ ոտնաբաց, արևի հետ կհամբուրեմ այտերդ, իմ գեղանի, իմ լուսեղեն, աչքդ բաց, թող գիրկդ գամ, թող ամոքեմ ցավերդ։ Իրոք այսօր շատ է անհրաժեշտ, որ բոլորս ամոքենք եւ մեր եկեղեցու, մեր հայրենիքի ցավերը եւ մեկ բանաստեղծություն եւս կընթերցեմ, Արմասիս, քանի որ այսօր Մասիսը մեծ վտանգի տակ է, ինչպես դարեր շարունակ, այս բանաստեղծությունը կարդալ ուղղակի չեմ կարող։ Այս օրերը ցուրտ են ձմռան նման, չի ջերմացնում հայոց արևն անգամ, ում ուղղեմ հայացքս եւ ում դիմեմ, մենք ենք, որ ուխտ ունենք Արարչի հետ ու կարող ենք բուժել վերքերը մեր։ Ես երգեր եմ հյուսում, բաղձալի երգեր, հայոց վտակների զուլալ կարկաչից,
Ես գալիս եմ իբրև մի հին խենթ վանական, որ դուրս բերեմ ազգիս այս վիճակից։ Օրերը այս ցուրտ են ու ամայի, բայց դեռ վառ է կրակ նրեշտակի։ Թե կարող ենք, մարդիկ, դարձեք դեպի եթեր, այնտեղ է հրեշտակը ճերմակ բախտի։ Շնորհակալություն եւ մեկ ստեղծագործություն եւս կարդամ, որը գրել է Հրազդան գետի ափին մտախոհ երկրի մասին մտածելս։ Զանգվի ափին։ Ալիքի ծփանքով, ծառերի խշշոցով գրում եմ այս երգը մաքարումի։ Ներեք ինձ հրեշտակներ, դուք էլ ներեք մարդիկ, ես չեմ ուզում աղջամուղջում ապրել, բնությանն եմ կարոտ, բնությունն եմ ուզում, Հրազդանի քարափները մամրոտ, ես քամին եմ սիրում, ծփանքի հետ եկող, գետի երգը, ծնված ծառին, ես չեմ մնա երբեք բնությանը կարոտ, միանձնանալ եմ ուզում բնության հետ, թողեք դառնամ գերի այս բնությանը մեր, եւ էլ երբեք չբաժանվեմ հողից, չբաժանվեմ քարից, զանգվի կոհակներից, մարգարտացող փայլող ալիքներից, ես աբեղադարձած, որպես ծառի տերև, հարվում եմ քեզ, իմ բնություն հայոց, ու աղոթք եմ անում քո ամեն քարի հետ, զանգվիտ նման աղերսում ալեկոց։ Շնորհակալություն։